And I don't mind making this speech without a teleprompter. Ես խնդիր չունեմ առանց հուշարարի ելույթ ունենալու հետ, այսպես ավելի սրտանց կխոսեմ, կարող եմ միայն ասել, որ ով էլ լինի այս հուշարարի պատասխանատուն, մեծ խնդիրներ է ունենալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց այսպես սկսեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթը։ Նա միայն հուշարարից չէ, որ դժգոհ է։ Ըստ նրա, գրասենյակի վերանորոգումն էլ թանկ ու անորակ է արվել։ Թրամփին հունից հանել էր նաև գրասենյակի անսարք շարժասանդուղքը։ If the first lady wasn't in great shape, Եթե առաջին տիկինը չլիներ լավ մարզավիճակում ընկնելու էր, բայց նա լավ մարզավիճակում է։ Մենք երկուսս էլ լավ մարզավիճակում ենք, կանգուն մնացինք։ Նախագահի գրեթե 1 ժամանոց ելույթը բարգավաճող Ամերիկայի ու Ամերիկայի շնորհիվ բարգավաճող աշխարհի մասին էր։ on the world stage, America is respected again. Համաշխարհային հարթակում Ամերիկան կրկին հարգված է ինչպես երբեք։ Մտածեք 2, 3, 4 տարի առաջվա մասին կամ անգամ 1 տարի առաջ մենք ծաղրի առարկա ենք ամբողջ աշխարհում։ Խաղաղարար Թրամփը հիշեցրեց, որ 7 պատերազմ է կանգնեցրել առանց ՄԱԿ-ի օգնության եւ արժանի է Բաղդալի Նոբելյան մրցանակին։ Likewise, in a period of just 7 months, I have ended Ընդամենը 7 ամսում ես ավարտեցի 7 անվերջ պատերազմ, ասում էիք դրանք լուծելի չեն, որ դու երբեք չես կարող դադարեցնել դրանք, եւ ափսոս, որ բոլոր դեպքերում էլ ՄԱԿ-ը նույնիսկ չփորձեց օգնել։ Հիմա նրանք մեկ բան են անում, գրում են խիստ նամակ եւ դրանով էլ ավարտում։ Դրանք դատարկ խոսքեր են, իսկ դատարկ խոսքերը պատերազմ չեն կանգնեցնում։ Նշված 7 պատերազմներից մեկը, որ Թրամփը կանգնեցրել է, Եգիպտոսի ու Եթովպիայի մեջ էր։ Իրականում այդ երկրների միջև ռազմական գործողություններ վերջին անգամ տեղի են ունեցել 18-րդ դարում։ Նրանց կոնֆլիկտը կապված է Նեղոսի վրա Եթովպիայի կառուցած ամբարտակի հետ։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը Ադրբեջանի ու Ալբանիայի միջև։ Azerbaijan is actually pronounced Azerbaijan. Ներողություն եմ խնդրում, ես սխալ եմ թույլ տվել, Ադրբեջանը արտասանվում է Աբերբեջան, իսկ Արմենիան Ալբանիա։ Is pronounced Albania. Հետո Թրամփը խոսեց ռուս-ուկրաինական պատերազմից, նշելով, որ եթե ինքը այն ժամանակ նախագահ լիներ, պատերազմ չէր լինի։ I've also been working relentlessly, stopping. Ես անընդհատ աշխատում եմ նաև Ուկրաինայում սպանությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Մտածում էի 7 պատերազմից ամենահեշտը դա կլինի, որովհետև Պուտինի հետ իմ հարաբերությունները միշտ լավ են եղել, բայց գիտեք, պատերազմում երբեք չգիտես ինչ է լինելու։ Թրամփը առիթը բաց չթողեց այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից եւս մեկ անգամ սպառնալու միգրանտներին։ Ավելին, նա իր ելույթի մեծ մասը նվիրել էր հենց նրանց։ Our message is very simple. If you come illegally into the United States, Մեր ուղերձը շատ պարզ է, եթե անօրինական կերպով մտնում ես Միացյալ Նահանգներ, գնալու ես բանտ կամ հետ այնտեղ, որտեղից եկել ես, կամ գուցե նույնիսկ ավելի հեռու։ Գիտեք ինչ նկատի ունեմ։ Փակ պահեք ձեր սահմանները, զգուշացեք ձեր մշակույթը ու ժառանգությունը ոչնչացնող միգրանտներից։ ԱՄՆ նախագահը Եվրոպայի առաջնորդներին առանց խորհուրդների չթողեց։ every single one of them, you're destroying your countries. They're being destroyed. Ձեր երկրներից յուրաքանչյուրը կործանում է ինքն իրեն։ Եվրոպան լուրջ խնդիրների մեջ է։ Նրանց մոտ ներխուժել է անօրինական միգրանտների մի բանակ, որի նմանը երբեք չի եղել։ Ապօրինի ներգաղթյալները հեղեղում են Եվրոպան եւ ոչ ոք ոչինչ չի անում նրանց դուրս բերելու համար։ Այս հրատերաբանությունը վաղուց է անհանգստացնում իրավապաշտպան կազմակերպություններին։ Human Rights Watch-ը զգուշացնում է, որ Թրամփի քաղաքականությունը խորացնում է հումանիտար ճգնաժամը, իսկ Civicus Monitor-ը ԱՄՆ-ում քաղաքացիական ազատությունների վիճակը գնահատել է որպես սահմանափակված, հենց Թրամփի վարչակազմի սպառնալիքների պատճառով։ Օրեր առաջ ABC-ն անժամկետ ընդհատել էր Ջիմի Քիմելի Late Night Show-ն Չարլի Քրքի սպանության մասին իր հայտարարություններից հետո։ Սա բողոքի մեծ ալիք էր բարձրացրել թե հաղորդման երկրպագուների, թե այլ հաղորդավարների շրջանում։ Ջիմի Քիմելի Show-ն այսօր եթեր վերադարձավ։ I posted a message on Instagram on the Dave's. Ես հաղորդագրություն էի տարածել Instagram-ում այն օրը, երբ նա սպանվեց։ Իմ սերը ուղարկելով իր ընտանիքին։ Նպատակ չունեի որևէ կոնկրետ խմբի մեղադրել այն գործողությունների համար, որոնք ակնհայտորեն կատարեց խորը հոգեկան խանգարումներ ունեցող անձը։ Ըստ արևմտյան վերլուծաբանների Թրամփի այս ելույթը եւ ընդհանրապես նրա քաղաքական ոճը խորը բևեռացում են առաջացնում ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում։ Քննադատները զգուշացնում են, որ պոպուլիզմի, ազգայնականության եւ թշնամու կերպարի ստեղծման այս կոկտեյլը քայքայում է ժողովրդավարական ինստիտուտները եւ միջազգային կարգը։ Անի Հովանեսյան, Reopen Media։